Իրանի սրտում են այսօր պայթել առաջին 3 իսրայելական հարվածները։ Թեհրանն է հիմնական թիրախը, որտեղ ավելի քան 30 օբյեկտ է ենթարկվել իսրայելական հարձակման։ Ըստ արևմտյան մամուլի Թել Ավիվը թիրախավորել է նաև Իրանի նախագահի պալատը և հետախուզական կենտրոնը։ Ըստ իսրայելցի մի պաշտոնյայի, Իսրայելի թիրախում Իրանի ամբողջ ղեկավարությունն է, այդ թվում Ալի Խամենեին։ Իրանական TASNIM գործակալության տվյալներով 7 հրթիռ է արձակվել Իրանի նախագահական պալատի և գերագույն առաջնորդ Խամենեիի Համալիդի մոտակայքում։ Ըստ Reuters-ի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն Թեհրանում չէ, նա անվտանգ տեղ է տեղափոխվել։ Հրթիռներն ընկել են Թեհրանի Ջոմհուրի շրջանում Դանեշահ պողոտայի վրա, պայթյունի տեսանյութեր են հրապարակվել նաև Թեհրանի Փասթոր փողոցից։ Հենց այս փողոցում են գտնվում Իրանի կառավարական շենքերը։ Պայթյուններ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Թավրիզում, Քերմանշահում։ Չհաստատված տեղեկություն կա, որ թիրախավորվել են նաև իրանական ՀՕՊ համակարգի հանգույցներ Ղոմի և Քերմանշահի հատվածում։ Միացյալ Նահանգներն է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնելով, որ պատրաստվում են ոչնչացնել Իրանի ռազմածովային նավատորմը, երաշխավորելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն, կանխելու այս չափազանց չար ծայրահեղական բռնապետության սպառնալիքները Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին։ Մենք կկործանենք նրանց հրթիռները և հրթիռային արդյունաբերությունը կհավասարացնենք հողին, մենք կոչնչացնենք նրանց նավատորմը, մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Միացյալ Նահանգները Իրանի շուրջ աննախադեպ թվով զորք է կուտակել։ Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցչին հողում անելով New York Times-ը հայտնում է, որ տասնյակ ավիահարվածներ ամերիկյան ինքնաթիռներով են իրականացվում Մերձավոր Արևելքի բազաներից ու ավիակիր նավից։ Reuters-ի տեղեկություններով Միացյալ Նահանգները հարվածներ է հասցնում օդից ու ծովից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ամբողջ ոստիկանությանը այսօր ասում եմ. դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը և կունենաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում մահն անխուսափելի կլինի։ Եվ վերջապես Իրանի մեծ ու հպարտ ժողովրդին այսօր ասում եմ, ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, տանից դուրս մի եկեք, դրսում շատ վտանգավոր է, ամենուր ռումբեր են ընկնելու։ Սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է սերունդների համար։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի վրա հարձակումը կանխարգելիչ հարված էր անվանել։ Արտակարգ դրություն է հայտարարել Թել Ավիվը ու փակել իր օդային տարածքը, սպասելով Իրանից պատասխան հարվածների։ Իսրայելական լրատվամիջոցները հողումանելով անվտանգության համակարգի անանուն պաշտոնյայի նշում են, որ Իսրայելը պատրաստվել է քառօրյա ինտենսիվ համատեղ հարվածների։ Նա նշել է, թե Թեհրան այլևս չի ունենա այն տեսքը, ինչ նախկինում, ըստ ամենայնի նկատի ունենալով, որ հասցվելու են մասշտաբային ավերիչ հարվածներ։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների սպանվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։ Իրանը ջախջախիչ պատասխան է խոստանում Իսրայելին ու Միացյալ Նահանգներին, ըստ լուրերի իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը արձակվել է Իսրայելի ուղղությամբ, 30 հրթիռ է արձակվել։ Վերլուծաբանները նկատում են, որ Իրանի պատասխանը կարող է լինել նաև Հորմուզի նեղուցը փակելը։ Այդ նեղուցը ունի կարևորագույն նշանակություն համաշխարհային առևտրի, հատկապես նավթային առևտրի համար, ու այն փակելը կարող է համաշխարհային ճգնաժամի հանգեցնել։ Լիլիթ Սարգսյան, Անի Խանդիլյան, Հայլուր։